Ողջույն սիրելի ունկնդիրներ, ձեզ հետ Արմենուհին և Աստղիկն են, Democracy Lab քառօրյա երիտասարդական դպրոցի մասնակիցները։ Այս ոդքասթը պատրաստել ենք դպրոցի հետդպրոցյան աշխատանքների շրջանակում։ Այսօր կխոսենք այն մասին, թե ինչ է մեդիագրագիտությունը, ինչու է այն կարևոր որպես ժամանակակից քաղաքացու անհրաժեշտ կարողություն։ Մեր այսօրվա հյուրը ինֆորմացիայի ազատության կենտրոնի ծրագրերի համակարգող Մանե Մադոյանն է։ Ողջույն Մանե եւ բարի գալուստ։ Ողջույն։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ եմ։ Անցնենք մեր առաջին հարցին։ Ինչ է մեդիագրագիտությունը եւ ինչով է այն տարբերվում պարզապես տեղեկացված լինելուց։ Իհարկե, ստանդարտ սահմանում չկա, այսինքն չկա մեկ օրինակելի սահմանում, որ օգտագործում են բոլոր երկրներում, սակայն եթե փորձենք շատ պարզ հասկանալի լեզվով բացատրել, թե ինչ է մեդիագրագիտությունը, ապա դա մեզ անհրաժեշտ բովանդակությունը փնտրելու, դա քննադատաբար ներլուծելու, ինչպես նաև այդ տեղեկությունը տարածելու հմտությունների ամբողջությունը։ Այսինքն մենք խոսում ենք ոչ միայն զուտ տեղեկությունը ստանալու մասին, այլ նաև այդ տեղեկության հետ շփվելու մասին։ Ու այստեղ ամենակարևոր բաղադրիչը թերևս այդ քննադատաբար ներլուծելու կարողությունն է։ Երբ մենք ասում ենք տեղեկացված լինել, հիմնականում հասկանում ենք հնարավորություն, հասանելիություն դեպի տեղեկություն, որը մեզ անհրաժեշտ է։ Այսինքն, եթե մենք ինչ-որ մի բան գիտենք, դա արդեն տեղեկացված լինել է։ Սակայն մեդիագրագետ լինելը խոսում է մեր հմտության մասին, տարբերակելու ճիշտ օբյեկտիվ տեղեկությունը, ապա կողմնորոշող սխալ տեղեկությունից, ու սա իր մեջ ներառում է ինչպես տեխնիկական բաղադրիչներ, այնպես էլ բովանդակային։ Բայց տեխնիկականը ավելի շատ թվային գրագիտության մասն է, որտեղ մենք այսօր, երբ ասում ենք մեդիագրագիտություն, նախ եւ առաջ հասկանում ենք այն թվային լայն միջավայրը, համացանցը, բոլոր այն գadgetները, որի միջոցով մենք անընդհատ ստանում ենք տեղեկություն։ Իհարկե, նախ եւ առաջ պետք է հասկանալ ինչպես ստանալ տեղեկությունը, կարողանալ տարբերակել այդ տեղեկության տեխնիկական բաղադրիչները, բայց ամենակարևոր բանը մեդիագրագիտության դեպքում հիմքում այդ քննադատական միտքն է, որը քեզ օգնում է միշտ ցանկացած բովանդակություն, որ քեզ է հասնում մեդիայի միջոցով, հալած յուղի տեղ չընդունել եւ սթափեցնող տարբեր հարցերի միջոցով միշտ հիշեցնել քեզ, որ ամեն ինչ չէ, որ ունի այն տեսքը եւ այն բովանդակությունը, ինչպես որ քեզ հրամցվում է, քեզ մատուցվում է, եւ միշտ կասկածի տակ դնելով դու պետք է փորձես ընտրել ու գտնել ճիշտ տարբերակը։ Այդ հմտությունը քեզ անհրաժեշտ տեղեկությունը գտնելու, բայց հենց գտար նաև հստակ վերլուծելու, հասկանալու ինչքանով է դա օբյեկտիվ, ճշգրիտ, եւ հետո նաև ցանկության դեպքում եւ անհրաժեշտության դեպքում դա անվտանգ ձևով նաև տարածելու հմտություն է։ Բայց այսօր նաև շատ կարևոր է հասկանալ, որ մեդիագրագիտությունը անհրաժեշտ է նաև, երբ մենք ենք բովանդակություն ստեղծում։ Մենք արդեն ապրում ենք մի միջավայրում, որտեղ մեդիա ասելով մենք զուտ հեռուստատեսությունը կամ ռադիոն չենք մեր մտքում ունենում։ Մենք այսօր ընդունված է ասել, որ մարդը ինքը մեդիա է, որտեղ մեզանից յուրաքանչյուրը սոցիալական ցանցերում ունի իր պրոֆիլը, շատ արագ կարող է դառնալ լայն հանրության համար տեղեկության աղբյուր։ Դա նշանակում է, որ այդ անվտանգ եւ ճիշտ մոտեցումներն ու գործիքակազմը, որոնք մենք կարևորում ենք մեդիաների համար, պետք է կիրառելի լինեն նաև մեր դեպքում։ Ու մեդիագրագետ լինել նշանակում է նաև ճիշտ եւ հիգիենիկ օգտագործել նաև այն գործիքակազմը, որը մեզ հնարավորություն է տալիս բովանդակություն ստեղծել եւ տարածել այն միջավայրում, որտեղ որ մենք կենսագործունեություն ենք ծավալում։ Շնորհակալություն։ Իսկ ինչու է մեդիագրագիտությունն այսօր համարվում յուրաքանչյուր քաղաքացու, հատկապես երիտասարդների կարևորագույն հմտություններից մեկը։ Մեդիագրագիտության մասին սկսել են խոսել դեռևս 1920-ականներից, այսինքն այն ժամանակվանից, երբ կինոն որպես տեղեկություն փոխանցելու միջոց շատ լայն տարածում սկսեց ստանալ։ Այսինքն երբ հասկանալի էր արդեն, որ տեղեկությունը, մեդիան ազդեցություն ունի մեծ հանրային կարծիքի ձևավորման, նրանց վարքագծի եւ նրանց ամենօրյա որոշումների կայացման վրա, այդ ընթացքում արդեն նաև կարևոր է դառնում
հասկանալ, թե ինչպես կարող են մեդիաները այդ կարողությունը օգտագործել իրենց հատուկ նպատակների համար, որովհետև մենք հասկանում ենք, որ նույն մեդիաների հետևում էլի մարդիկ են կանգնած։ Այսինքն, երբ մենք հասկանում ենք այդ ազդեցությունը, դրա օգտագործման բացասական ազդեցությունները եւս դառնում են քննարկման թեմա։ Բայց եթե մենք առաջ խոսում ենք որոշակի հստակ գործիքների, մեդիաների տեսակների մասին, դա ռադիոն է, ավանդական մեդիաները, հեռուստաընկերությունը, հեռուստատեսությունը եւ տպագիր մամուլը, ապա համացանցի գալու հետ զուգընթաց այդ գործիքների ցանկը ահռելի քանակությամբ մեծանում է եւ մեծացել է նաեւ դրանց ազդեցության շրջանակը։ Եթե մենք սովորաբար ասում ենք մեր տատիկները, պապիկները իրենց ամբողջ կյանքի ընթացքում ստացել են, ասենք, ավելի քիչ ինֆորմացիա, քան մենք կարող ենք ստանալ մեր կյանքի մեկ շաբաթվա ընթացքում։ Կամ շատ ավելի հետ եթե գնանք, մեր տատիկների ծնողները անհամեմատ ավելի քիչ ինֆորմացիա են ստացել, քան մենք կարող ենք ստանալ, ասենք, մի քանի օրերի ընթացքում։ Եվ այստեղ շատ կարևոր է հասկանում, որ այսօր արդեն մարդը ապրում է մի միջավայրում, որտեղ ինքը այլևս ընտրություն չունի։ Մեդիայի հետ շփվի, թե չէ։ Եթե առաջ, օրինակ, ընտանիքների մի զգալի մասը նույնիսկ չունել հեռուստացույց, կամ չկար էլեկտրաէներգիա եւ դուք օրվա ընթացքում շատ քիչ ժամանակ կարող էիք հասանելիություն ունենալ հեռուստացույցի, ապա հիմա երևի եթե նայում եք, ձեր օրինակ կարող է ստուգել, թե օրվա մեջ քանի անգամ ես բացում քո հեռախոսը, քանի անգամ ես թրոլ անում, թերթում սոցցանցերի քեզ հաճելի բովանդակություն ստանում եւ այս գործընթացը անդադար է։ Այսօր արդեն մարդիկ ու հատկապես երիտասարդները բացում են աչքերը ու հայտնվում են ինֆորմացիոն հեղեղի տակ։ Միայն այն, որ այս դարաշրջանը, այս ժամանակահատվածը համարվում է տեղեկատվական, արդեն իսկ շատ բան է ասում այս ժամանակափուլի մասին։ Իսկ մենք ապրում ենք մի միջավայրում, որտեղ տեղեկությունը ամենամեծ ազդեցություն ունեցող գործոնն է համարվում։ Ռեսուրս որպես, ինչը նշանակում է, որ դրա ազդեցությունը նաև լուրջ ռիսկերի պատճառ կարող է դառնալ։ Դա է հիմնական պատճառը, թե ինչու երբ մենք այսօր խոսում ենք, արդյոք պետք է լինել մեդիագրագետ թե ոչ, ուղղակի հարց չկա։ Այսինքն մենք ավելի շատ պետք է խոսենք ինչպես անենք, որ լինենք մեդիագրագետ։ Ինչու՞, որովհետև չկա այսօր այլընտրանքային տարբերակ մեդիայի հետ։ Դու բացում ես, ինչպես արդեն ասեցի, բացում ես աչքերդ ու դու արդեն շփվում ես մեդիայի հետ։ Դու արդեն տեղեկատվական հոսքի մաս ես դառնում։ Օրինակ, ես միշտ փորձում եմ դա համեմատել, օրինակ, երթևեկության կանոնների հետ։ Մենք սովորաբար երթևեկության կանոնները նախ եւ առաջ սովորում են մեր երկրում մեքենա վարողները, բայց եթե անկեղծ ենք, երբ որ դու դուրս ես գալիս փողոց, դու արդեն երթևեկության մի մասն ես։ Նշանակում է այդ կանոնները վերաբերում են նաև քեզ։ Երբ դուրս ես գալիս փողոց, այստեղ արդեն այլընտրանք չկա։ Դու պետք է իմանաս ինչպես են խաղի կանոնները, որպեսզի կարողանաս մաքսիմում արարագույնս անվտանգ անցնել այդտեղով։ Նույնը հիմա մեդիագրագիտությունն է։ Դու բացում ես աչքերդ, դու հայտնվում ես տեղեկատվական հոսքերի ճանապարհների խաչմերուկում, եթե անգամ դու շատ լուրջ նպատակներ չունես, ապա առնվազն անվնաս այս հեղեղուտի մեջ կողմնորոշվելու համար քեզ պետք է մեդիագրագետ լինել։ Եվ մեդիագրագետ լինելը մի հմտություն է, որը դու չես կարող սովորել ու վերջացնել։ Ինքը հմտությունների ամբողջականություն է ու անընդհատ փոփոխվող։ Այսինքն ընդհանուր սկզբունքները գուցե պահպանվում են, բայց ամեն անգամ փոխվում է նաև գործիքները, որոնք որ պետք է սովորես, այն հմտությունները, որոնք որ քեզ պետք են, որպեսզի դու լինես մեդիագրագետ։ Եվ բացի այդ, մենք այսօր երբ խոսում ենք երիտասարդների մասին, ինչու է կարևոր ընդհանրապես երիտասարդների համար։ Ամենապարզ պատճառով, ինչպես արդեն ասացի, ուղղակի ճիշտ կողմնորոշվելու, ամենօրյա որոշումներ կայացնելիս ապա տեղեկատվության զոհ չդառնալու համար։ Բայց եթե մենք խոսում ենք նաև գիտակից որոշում կայացնող քաղաքացիների մասին, ապա այստեղ շատ ավելի կարևոր է դառնում, որովհետև եթե մենք ուզում ենք, որ երիտասարդները մասնակցեն հանրային նշանակության որոշումների կայացման գործընթացին,
եւ ուզում ենք, որ դա անեն գիտակցված, հասկանալով, այսինքն իմաստալից լինի այդ մասնակցությունը, ուրեմն պիտի երիտասարդները ոչ միայն իրազեկված լինեն, այլ նաև լինեն մեդիագրագետ, որովհետև իրենք որպես մասնակցային ուժ, հանրային կարծիք, որը որ օգտագործվում է նաև քաղաքական տարբեր ուժերի կողմից, չդառնան այդ ուժերի տեղեկատվական մանիպուլյացիաների զոհ։ Այսինքն ստացվում է, որ դուք ամենօրյա ձեր քաղաքացիական որոշակի դիրքորոշում կերպավորելու եւ դրա մասին որոշակի կարծիք հայտնելու, դրա հիման վրա որոշում կայացնելու, ընտրություն կատարելու համար դուք առնվազն պիտի լինեք մեդիագրագետ, որպեսզի չխաբվեք, որովհետև առանց թաքցնելու բոլոր այն ուժերը, որոնց պետք է ձեր ռեսուրսը, ձեր կարծիքը, ձեր ձայնը, իրենք օգտագործում են ձեր ոչ մեդիագրագետ լինելու հավանականությունը։ Եթե պետք է 3 խորհուրդ տաք երիտասարդներին ավելի մեդիագրագետ լինելու համար, որոնք կլինեն դրանք։ Դե ինչպես ասացի, երևի ամենակարևորը նախ գիտակցել, որ դու չես կարող դառնալ մեդիագրագետ ու որոշել, որ դու այլևս մեդիագրագետ ես։ Եթե դու անգամ այսօր անցնես ամենալավ դասընթացները եւ ունենաս ձեռքի տակ հրաշալի գործիքներ, լինես փորձված, ունենաս շատ լավ ծանոթներ, ովքեր կարող են քեզ ուղղորդել դժվար պահի, միևնույն է, որոշ ժամանակ հետո քո գիտելիքը թարմացնելու կարիք է լինելու։ Որովհետև տեղեկատվական միջավայրում անընդհատ փոխվում են գործիքակազմերը, անընդհատ փոխվում են մոտեցումները, այսինքն մարդկանց մանիպուլացնելու, ապա տեղեկատվություն տարածելու շատ տարբեր մեխանիզմներ են մտածվում, նոր, որով որ հնարավոր է ուղղորդել մարդկանց եւ մեդիագրագետ լինելու դիմադրություն ցույց տալու համար եւս դու պարբերաբար պետք է այդ նոր գործիքների մասին իմանաս, տեղեկացված լինես ու թարմացնես քո գիտելիքը։ Հակառակ դեպքում դու շատ հանգիստ կարող ես զոհ դառնալ այդ նոր գործիքների, որոնց մասին դեռ չգիտեիր։ Դա երևի առաջինն է, այսինքն մտքում ունենալ, որ եթե դու արդեն որևէ դասընթացի մասնակցել ես, ու հաջողությամբ ավարտել, լրացրել ես բոլոր թեստի պատասխանները եւ ունես հավաստագիր, դա դեռ ցույց չէ, որ դու ունես բավարար գիտելիք եւ հմտություն կոչվելու մեդիագրագետ։ Երկրորդ, խոստումը թերևս խորհուրդը կլինի այն, որ մենք հասկանում ենք մեդիագրագիտության ոլորտում աշխատող մարդիկ հրաշալի հասկանում են, որ մեդիայի հետ աշխատանքը շատ տարբեր կերպ է ընկալվում տարբեր սերունդների կողմից։ Ու հատկապես երիտասարդները ամենակարևոր դերակատարություններից ունեն որպես կամուրջ ավագ սերնդի եւ ավելի փոքր սերնդի համար։ Երիտասարդները ինձ թվում է շատ կարևոր առաքելություններ ունեն ոչ միայն լինելու մեդիագրագետ, այլ նաև այդ գիտելիքը փոխանցելու իրենց ծնողներին, տատիկ-պապիկներին, ովքեր շատ ավելի քիչ ռեսուրս ունեն այդ գիտելիքը ստանալու եւ շատ ավելի խոցելի են ապատեղեկատվական, մանիպուլատիվ տեղեկատվական հոսքերի նկատմամբ։ Եվ պետք է որ այդ երիտասարդները նաև լավ օրինակ ծառայեն իրենց փոքր քրիկների, եղբայրների համար, ավելի փոքր ընկերների համար, որովհետև այն մոտեցումները մեդիայի հետ աշխատելի, հիգիենայի են կանոնները, որը որ պետք է պահպանել մեդիայի եւ ինֆորմացիայի հետ աշխատելիս, եթե դուք դա անում եք, շատ կարևոր է, որ նաև այդ մասին պատմեք, բացատրեք նաև ավելի փոքր սերնդին, որպեսզի իրենք եւս այդ մոտեցումներով շարունակեն շփվել մեդիայի հետ։ Հակառակ դեպքում մեդիագրագիտության ազդեցությունը որպես ընդհանուր համայնքային արժեք, ոչ միայն ձեր կողմից, որ դուք լինեք ուղղակի մեդիագրագետ եւ ավելի քիչ առնչվեք խնդիրների հետ, այդ խնդիրները հնարավոր է լուծել բացառապես, երբ որ ընդհանուր հանրությունը, ընդհանուր համայնքն է ավելի մեդիագրագետ։ Այդ տեսանկյունից շատ կարևոր է, որ երիտասարդներով ոչ միայն սովորեք, այլ նաև ակտիվորեն առանց սպասելու այդ մասին պատմեք վերևներին, տարիքային մասով նկատում եմ եւ ներքևներում գտնվողներին։ Եվ երրորդը, կարևոր խորհուրդը թերևս կլինի նրանց, ովքեր շատ սիրում են ռիլեր նկարել, տարածել եւ այլն, որտեղ հիմա ոնց որ երիտասարդները ամենաակտիվներն են այդ բովանդակության տարածման տեսանկյունից, կուզենայի հիշեմ, որ մեդիագրագիտությունը միայն տեղեկություն ստանալու փուլում չէ, որ կարևոր է։ Մեդիագրագետ պետք է լինել նաև եւ դու ինքդ ես տեղեկություն ստեղծում։ Դա նշանակում է, որ բոլոր այն կանոնները, որով մենք չափում ենք
մյուսների տարածած տեղեկությունները պետք է կիրառել լինի նաև մեր կողմից ստեղծված բովանդակության նկատմամբ։ Եթե մենք չենք պահպանում այդ կանոնները մեր վիլերը սարքելիս, մեր տեսանյութերը տարածելիս, ապա մենք նաև բարոյական իրավունքից ենք զրկվում այդ մասը քննադատելու մյուսների արած աշխատանքի դեպքում, այնպես որ եւի երրորդ խորհուրդը կլինի հիշել, որ մեդիագրագետը միայն սպառելիս չէ, որ պետք է լինես, այլ նաև երբ ստեղծում ես բովանդակություն եւ ակտիվորեն տարածում ես դա։ Շնորհակալություն Մանե, շատ հետաքրքիր եւ բովանդակալից ու ամենակարևորը ուսուցանող զրույց էր։ Հաջողություն։